Գիտեք, ես եւս մի անգամ զարմացա, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կարճած եւ աթոռը կեղծ ընտրություններով գրաված թուրքահպատակ, թուրքական ապրանք, այլասերվածության եւ դավաճանության մարմնացում Նիկոլ Փաշինյանը որքան կարող է ստախոս եւ ոչնչություն լինել։ Երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում իր խամաճիկ ոհմակի հետ եւս մի անգամ թքեց հայ ժողովրդի ինքնասիրության հպարտության վրա, ցույց տալով, որ հայ ժողովուրդին իջեցրել է իր մակարդակին։ Նիկոլ Փաշինյան, հայ ժողովուրդը ստախոս, դավաճան կապիտուլյանտ Նիկոլի մակարդակին չէ, հայ ժողովուրդը առավել բարձր է։ Իհարկե հայ ժողովրդի մեջ կան նրանք, ովքեր ասուն չեն եւ չունեն այն բավարար անալիտիկ մտածողության այնպիսի աշխարհ, որ հասկանան քո կատարած բոլոր հանցագործություններն ու ստերը։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ երեք քո հայտարարությունների վրա, այդ դու օրինակի համար հայտարարում ես, որ Սամվել Կարապետյանը միլիարդատեր է դարձել հեծում թալանելու հեծով հայ ժողովրդին թալանելու միջոցով։ Սամվել Կարապետյանը մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ խնդրեցին Սամվել Կարապետյանին հեծը գնի եւ վերցնի իր բիզնես ծրագրերի մեջ, Սամվել Կարապետյանը արդեն Forbes-ի հաշվեկշռում հայ միլիարդատերերի ցանկում էր գտնվում։ Այնպես որ հեծը ոչ մի կապ չի ունեցել Սամվել Կարապետյանի միլիարդատեր դառնալու հետ։ Դու հերթական անգամ ստում ես Նիկոլ ճիվաղ, Նիկոլ ոչնչություն։ Դու ուղղակի ստում ես։ Իսկ այն, որ դու միլիարդատեր ես դարձել, եւ դու ոչինչ ես, ինչպես նշում է քո ուսուցչուհին $800 կեղծ հոդվածներ էի գրում, ինչպես Մինասյանն է նշում, որ հազարավոր դոլարներ էին տալիս, որպեսզի իրենց ընտանիքին չփախարակեիր, այդ դու ոչնչություն, ուղղակի փողով գրչակ ես եղել, ծախու գրչակ։ Իսկ Սամվել Կարապետյանը միլիարդատեր է եղել։ Գիտես, տղան, որի ծնողին հրմշտում ես, եւ այդ տղան փորձում է պաշտպանել իր ծնողին, ձեռքը մեկնում է, որպեսզի հեռու մնան քո վայրենաբարո աննասուն շրջապատից իր մորը պաշտպանի, դու այդ տղային կալանավորում ես, քրեական գործ ես հարուցում։ Տականք, իսկ ինչու քրեական գործ չես հարուցում, քրեական գործով չես դատում սոնային սպանած, սոնայի չծնված երեխային սպանածներին։ Ինչու քրեական գործ չեք հարուցում այն վարորդների նկատմամբ, ով սպանեցին մարդուն, եւ դու գնում ես հերթական շոու լորի։ Ինչու քրեական գործ չեք հարուցում։ Եվ ամենասարսափելին, դու առանց ամաչելու ծիծաղելի ոչնչություն Նիկոլ, ասում ես լառնակա 900 դրամ է տոմսը, կարող են գնալ։ Ես երեք եւ այսօր մտել եմ համապատասխան կազմակերպություններ։ Լառնակայի տոմսը 19500 դրամ է։ Մեկ տոմս է եղել 900 դրամով, դա էլ այդ կինը մեկ ժամկես առաջ հետ է տվել այդ տոմսը եւ ավիաընկերությունը այն դրել է սիմվոլիկ 900 դրամով, որպեսզի վաճառեն։ Մեկ տոմս։ Եվ քո ոհմակից ինչ-որ մեկը կամպյուտերից հանել է եւ դու դառնում ես, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուները կարող են գնալ լառնակական, մենք այդքան թոշակ ենք տալիս։ Այ ոչնչություն, այ խաբեբաստոր։ Դու չես ամանչում։ Հայ ժողովրդի ինչի տեղ ես դրել։ Ժողովուրդ, Նիկոլը ձեզ տրել է անուղեղ անասունի տեղ, այսինքն դուք ոչինչ չեք հասկանում։ Այսինքն եթե դուրս գա մի բան բլթացնի, դա ճշմարտություն է եւ ինքը ծաղրում է դրանով քեզ։ Նիկոլ, դու չես կարող ինձ ծաղրել։ Այդ ոչնչություն, այլ բոզացող տականք։ Այդ բառը ես օգտագործում եմ քո գրքից։ Դու ես քեզ անվանել բոզացող։ Եվ այնքան ստախոս ոչնչություն ես դու։ Ասում ես մենք նվազագույն կենսաթոշակը դարձել ենք Պարենայի նվազագույն զամբյուղի չափ։ Դու ստում ես։ Նվազագույն կենսաթոշակը 46,000 է։ Եթե հետ վճարը ստանում են 54,000 է դառնում։
Նվազագույն զամբյուղը 82,000 է։ Ստախոս տականք, ինչու ես խապում հայ թոշակառուին։ Այ բ, ինչ ես խապում։ Ով է քեզ նման իրավունք տվել։ Այն դեպքում, եւ թոշակները բարձրացնելու ապրիլի 1-ից հետո ձուն 50 դրամից դարձել է 100 դրամ։ Հիմա ասեք 36,000-ով ավելի շատ ձու կառնել թոշակառուն, թե 46,000-ով։ Իհարկե 36,000-ով։ Միսը թանկացել է 1000 դրամով, տավարի միսը թանկացել է 1000 դրամով։ 36,000-ով ավելի շատ միս կառնել, քան 46,000-ով։ Հացի քաշը իջել է։ Եվ հացը վաճառում է արդեն 669 դրամ, լավաշը, 639, 669 դրամ տարբեր տեղերում։ Ինչու ես ստում, տականք, 10,000-ով ավելացրել ես թոշակը, գների կտրուկ բարձրացում ես արել, ամեն ինչ թանկացել է, ձուն, կաթը, կատնաշորը, կարաքը, երշիկը ամեն ինչ թանկացել է, հացաբուլկեղենը, մակարոնեղենը, ամեն ինչ թանկացել է 30%։ Ասում է 16,000-ից 46,000 ենք դարձել կենսաթոշակը, 16,000-ի գնողականությունը այսօրվա գնային քաղաքականության պայմաններում կազմում է 56,000։ Այսինքն այն ժամանակ 16,000 ստացողը կարող էր այսօր 56,000-ի գնում կատարել։ Այսինքն ինֆլյացիան այս 8 տարիների ընթացքում այնպես է աճել, որ արժեզրկվել է դրամային աստիճան, որ 16,000-ով կարող էին այսօր 56,000-ի գնում կատարել։ Ինչու ես խափում։ Թալանից ես խոսում։ Թալանից ես խոսում։ Ամենտեղ գնում ես առողջապահության ապահովագրություն ես քարոզում, որտես ինչ լավ բան ես արել։ Նախ ասեմ, որ քո նման ոչնչության պատճառով Հայաստանի Հանրապետության ազգաբնակության 66%-ը առողջապահության ապահովագրությունից չի օգտվում։ 66%-ը։ Առողջապահության ապահովագրությունից չեն օգտվում բժիշկները, չեն օգտվում ուսուցիչները, չեն օգտվում մինչև 65 տարեկան թոշակառուները, չեն օգտվում չաշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Տեսեք ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, սիրելի հայ ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին միջազգային բանկից պարտադրել են 110 միլիոն դոլար վարկ։ Միջազգային բանկ, այս առողջապահության ապահովագրությունը ոչ թե Նիկոլն արել է, որպեսզի ձեզ համար լավ լինի, այլ որպեսզի 110 միլիոն դոլար վարկ վերցնի։ Եվ առողջապահություն ոչ թե վարկ է վերցրել հիվանդանոց կառուցելու, այլ առողջապահության ապահովագրության սիստեմը մտցնելու համար, որը մտցնելու համար 15 աշխատատեղ են բացել, ծրագրավորում են արել եւ առողջապահության համակարգը մտցել են այնպես, որ հիմա խայտարակություն է պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում, չէ՞, բայց 110 միլիոն դոլարը Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության ամենակոռումպացված, ամենասրիգա ստոր վարչապետը 110 միլիոնը չի բերել Հայաստանի Հանրապետություն։ Միջազգային բանկից այն գնացել է օֆշոր Նիկոլի հաշվին։ Դատախազություն եւ ԱԱՑ ստուգեք ուր է 110 միլիոնը, որ միջազգային բանկը առողջապահության ապահովագրության ներդրման համար տվել է Հայաստանի Հանրապետությանը։ Ուր է այդ 110 միլիոն դոլարը։ Ամեն տարի 65 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության բյուջեից փող էր փոխանցվում բժշկական օգնությունների համար, պետպատվերի համար այսպես կոչված։ Հիմա 110 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից պահում են անում, այդ 65 միլիարդը տվել են իրենց նիկոլական տականքներին, թուրքական ապրանքներին, ոհմակին, որպես պարգևավճարներ, չէ, այդ 65 միլիարդ դրամը չկա, եւ 100 միլիարդ, 115 միլիարդ, 12 թե 15 միլիարդ ես հաշվել եմ այդ փողը, այսքան ապահովագրության փող են հավաքում եւ այդ ապահովագրության փողը շատ շուտով վերջանալու է։ Որովհետեւ արդեն երրորդ երամսյակի ապահովագրության հասանելիք փողը փոխանցել են հունվար փետրվար ամիսներին։
Մինչև տարեվերջ այդ փողը չի լինելու։ Կազուս է լինելու, բայց Նիկոլ Փաշինյանը 110 միլիոն դոլարը լափեց, ավելացրեց պետական պարտքը։ Նիկոլ Փաշինյան թալանից ես խոսում, Սամվել Կարապետյան եւ մյուսներին ես թալան չի անվանում։ Նիկոլ Փաշինյան, ես բերեմ քո թալանները մեկ-մեկ, բերեմ քո թալանները տականք։ 211 միլիոն դոլարը Ադրբեջանի կենտրոնական բանկից 2018 թվականի հունիսին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։ Ուր է այդ փողերը։ Ով է այդ փողերը ստացել։ 1.5 միլիարդ դոլար Ամերիկայի նախկին դեսպան ասեց, որ մենք Հայաստանի Հանրապետության հեղափոխության վրա, այդ որ ասես թավշյա, բարի հեղափոխություն, դա պարզապես ամերիկյան, ոչ ամերիկյան, թուրքական փողերը Բուխարեստի բանկից փոխանցվել է, որը դու հետ ես տվել։ Ըստ պատտվող լուրերի։ Ահա թալանը ինչ է սարը։ Ուր են այդ փողերը։ 800 միլիոն դոլար դու փող ես հատկացրել 450 կիլոմետր ասֆալտի համար։ Ասֆալտը քանդվել է, Երևանում արդեն թևավոր խոսք կա, Ավինյանի համբալափոսերը։ Նիկոլի շիզոֆրենափոսերը։ Համբալափոսեր, որովհետև Ավինյանի հայրը համբալ բառով է պատմության մեջ մտել, իսկ Ավելյանը համբալա որդի է։ 800 միլիոնը ուր է։ 100 միլիոն Երևանում վերջի 3 տարիների ընթացքում ասֆալտը կարել համատարած ամբողջ ասֆալտը փչացած է։ Նայեք, լստել եք, չեմ անում, ինչ են անում, ես պրոպկե սակել են, գիշերվա հազարի ասվալտ են անում մարդիկ, նայեք, ասվալտ, գիր ես անձրևին ասվալտ, նայեք, հլը ջուրը նայեք մեջին, մարդիկ ջրի մեջ ասվալտ են անում։ Ես ուրիշ բան ասեմ, նոր ավտոբուսով գալիս էինք, Տիգրան մեծով գալիս ենք այդ բանի գումի մոտի շուկայից այնտեղ կարճ ճանապարհ կա մեքենան գալիս էր ու տեսա մարդիկ հավաքվել են ճանապարհի այնքան փոս այնքան մեծ ա եղել որ մեքենան ընկել ու ջարդվել էր այդ փոսի մեջ այդ կարճ ճանապարհի վրա ու ես նայեցի 4 փոսեր իրար հետևից հնարավոր չի շրջանցել պետք է ընկնեին ու դուրս գային ընկել էր ու ջարդվել էր երևի ռագատկան ջարդվել էր ասես մնացել էր Երևանի կենտրոնում Դուք հասկանում եք ինչ է կատարում եւ 100 միլիոն դոլար չկա հիշում եք Էրեբունի փողոցը որ 8 տարվա մեջ 7-րդ անգամ ասֆալտ էին անում 2 սանտիմետրով եւ այդ աշխեղը ինձ ասեց որ $100,000 ատկատ պետք է տանք քաղաքապետարան եւ բարձրաձայնեցի 2 տարի առաջ Մուրացյան փողոցը ասֆալտն է եկեք Էրեբունի Մուրացյան Խաչմերուկի քանդվածները նայեք Հասկանում եք Ուր է այդ 100 միլիոն Նիկոլ ինչու ես թալանել Նիկոլ որտե՞ից քեզ $300,000 որ դու Երևանում տուն ես գնել տուն չէ առանձնատուն մեծ տարածքով իհարկե դու քո հայտարարի մեջ 300,000 ես նշել բայց այդտեղ մի քանի միլիոն դոլարանոց հատված է հարակից շինություններով որտեղից քեզ այդքան փող Որտեղից պես դու ասում ես 46,000 հերոսություն են կարել 46,000 տվել են միլիոններ ես դուրս գնում ու լափում միլիոններ Թալան չի դա որտեղից Կանադայում քեզ 4 միլիոն դոլարանոց տուն քո թիկնապայքուր Ռուզաննա Ասլյանի անունով դա առաջին ձեռքբերումն է եղել Դու ասում ես Սամվել Ալեքսյանը 66 երկրի քաղաքացի է, դու քանի երկրի քաղաքացի ես։ Դու քանի երկրի քաղաքացի ես։ Դու Կանադայի անձնագիր ունես, որ օֆշորում, Օհայո նահանգի օֆշորում դու գործարքներ ես կատարում։ Առանց Կանադայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մուտք չունեն այդ օֆշոր։ Այնտեղ Ամերիկայի եւ Կանադայի քաղաքացիները մուտք ունեն։ Դու ո՞նց ես այդ գործարքը արել եւ Արսինե Խանջյանի միջոցով 17 միլիոն դոլարանոց պալատ ես գնել Կանադայում։ Սիրելի հայ ժողովուրդ։ Արցախը հանձնած Նիկոլ Դավաճանը գնել է մի այնպիսի պալատ, որը շատ թանկարժեք
վարձակալությամբ Հոլիվոդն է վերցրել նկարահանումների համար։ Դուք պատկերացնում եք ինչ պալատ է Նիկոլը գնել Կանադայում։ Եթե չեք որոշում, եթե ինձ չեք հավատում, նայեցեք 2025 թվականի սեպտեմբերին Իլյա Կամարովսկու հաղորդումը, որտեղ մանրամասնորեն մեկնաբանում է, թե ինչպիսի ուղով են օֆշորով այս բնակարանը գնել։ Եթե ինձ չեք հավատում, Ֆրանսիայի Info France de Jour լրատվական կայքում գրված է, թե ինչպես են Մարսելում 3 միլիոնանոց շքեղ առանձնատուն կնել Նիկոլ Փաշինյանի համար, թե ինչպես են Ռևիերում, Նիցի մոտ 8 միլիոնանոց պալատ գնել Նիկոլ Փաշինյանի համար, Կիպրոսի օֆշորով։ Ընդ որում, Ֆրանսիա հայկական կազմակերպության փողերը, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետություն, չեն ասել Հայաստանի Հանրապետություն, այլ վերածվել են Նիկոլ Փաշինյանի պալատների։ Ահա թալանը։ Քաջարյանի կոմբինատից համաձայն օրագիր նյուզի, Քաջարյանի կոմբինատից Աննա Հակոբյանը Նիկոլի նախկին հարճը եւ ներկայիս անհասկանալի մի կին $900,000 ամեն ամիս եկամուտ ունի հումքի տեղափոխումներից։ Դա տարեկան մոտավորապես $10 միլիոն է կազմում, $10 միլիոն այս սոված շանը խոզանոցում ներկված պատերին, այդ կեղտի մեջ մեծացածին որտեղից տարեկան 10 միլիոն հնարավորություն աճելու համար։ 500 միլիոն $, որ փոխանցվել է Ռուսաստան զենք զինամթեր գնելու համար, ուր է այդ փողը, Նիկոլ Փաշինյան։ 120 տոննա սիգարետի մաքսանենք փողը ուր է, Նիկոլ Փաշինյան։ Ես քեզ եմ հարցնում։ 2020-ից 25 թվականները ԿՊ պաշտոնյաների դες ասում են 3.7 միլիարդ $, Հայաստանի Հանրապետության փող են, 3.7 միլիարդ $, միայն այս տարիների ընթացքում 3.7 միլիարդ դրամ, 300 միլիարդ դրամ միայն այս տարիների ընթացքում դու պարգևավճարներս բաժանել, պարգևավճարներ եւ հավելավճարներ։ Պարգևավճարներ եւ հավելավճարներս բաժանել, քո իշխանությունը պահելու համար 3.7 միլիարդ դրամով ես բարձենում։ Դու շիզոֆրենիկ չես։ Դուք հասկանում եք ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Ստախոս այդ ոչնչությունը ստեղծել է իր սեփական օլիգարխին, Նարեկ Նալբանդյանին։ Լավ, եթե քեզ հետ կապ չունի Նարեկ Նալբանդյանը, եթե քո կնոջ հետ նախկին կնոջ, նախկին հարճի, չգիտես ինչպես անվանել, թե նախկին բի հետ կապ չունես, այդ ինչպես է Նարեկ Նալբանդյանին կառավարության որոշմամբ 10 միլիոնանոց Golden Palace-ը տվեցին 10 միլիարդանոց Golden Palace-ը 5 միլիարդով տվեցին։ Ինչպես Սևանի հյուրանոցը, որը $6 միլիոն արժեր, $350,000 սեփականություն տվեցին Նարեկ Նալբանդյանին։ Այդ ինչպես բոլոր 8 խանութների ցանցը իր վրա վերցրեց ծիրանները բոլոր, իր վրա վերցրեց բոլոր շրջկենտրոնների սիտիները, որոնք բացել էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Փակեցին ու տվեցին ու թութին, այդ ինչպես եղավ։ Ինչպես եղավ, որ Շողակն Ադամանդի գործարանը, որի արժեքը մի քանի միլիոն, տասնյակ միլիոն $, էր, մի քանի $1,000-ով դարձավ Նարեկ Նալբանդյանի սեփականություն եւ Աննա Հակոբյանի սեփականությունը։ Ինչպես դարձավ, որ ջրաղացներ Ոսկու հանք դարձավ Նարեկ Նալբանդյանի սեփականություն, այդ ինչպես դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի կինը, որը 18 թվականին 100 դրամ չուներ, հանկարծ 5 միլիոն $-ով Հովիկ Աբրամյանի տունն է գնում։ Այդ ինչպես եղավ։ Նիկոլ, դա քո թալանն է։ Ինչպես եղավ, որ աշխարհահռչակ դավաճան, թուրքալիզ, ոչնչություն, գրզոն 2 միլիարդ ունի։ Այդ ինչպես եղավ։ Ասեմ ինչպես եղավ։
Որովհետև 8 միլիարդ դոլարի ոսկու ադամանտ բերեցիք Հայաստանի Հանրապետություն առանց մաքսի, առանց հարկի, սեփական ժողովրդին թալանելով արտահանեցիք արաբական աշխարհ եւ գերշահույթներ ստացաք։ 8 միլիարդի մենակ շրջանառության հարկը, եկամտահարկը եւ շահութահարկը 8 միլիարդ դոլարից պետք է 3 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտներ։ 3 միլիարդ դոլար դու գերզոն թալանել եք Հայաստանի Հանրապետությանը։ Դրեք։ Լուրջ հաշվապահական աուդիտ անցկացրեք։ 3 տնտեսագիտության պրոֆեսորներ այդ հաշվարկը արել են։ Եվ 20 թվականից մինչև 26 թվականի հունվարը 3 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյան դու գարցոն թալանել եք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Եթե ես սխալ եմ ասում, բերեք հաշվարկենք։ Բերեք նայենք, ահա թալանը։ Դու խոսում ես ինչ որ արժեքներից, Արցախի անունը ոչ միտեղ թույլ չես տալիս տան, այն որ 20,000 տալիս ես Հայաստանի Հանրապետության գյուղացիներին եւ տարիքն առած կանանց բերում ես Եվ ամենասարսափելին այն է, որ 231 դպրոց փակում ես այնտեղ, երբ 200 բնակավայրերի վերջին դպրոցն ես դու փակում։ Շիրակում փակում ես 45 դպրոց։ Ամասիայի շրջանում տարվա 6 ամիսը, այսինքն դպրոցական ամիսները ձյունառատ են։ Ինչպես պետք է այդ երեխաները 10 կիլոմետրեր գնան սովորելու, եւ ձյունը 1 մետրից բարձր է։ Նույնը Սյունիքում 48 դպրոց ես փակում։ Դու այնքան անբարոյական ես Նիկոլ ոչնչություն, որ Հանճարեղ Համոսայանի դպրոցն ես փակում, որտեղ դասավանդել է մեծ ընբակունցը։ Դու սրբություն չունեցող բտե ես Նիկոլ Փաշինյան։ Այդ քո գրքում այդ բ բառով այդ բառը իրոք քեզ շատ բնորոշում է։ Նիկոլ Փաշինյան, դու խոսում ես քո կողմնակիցներ են Խոսուկ Ալեքսանյանը, այն մարմնավաճառ մի քանի հոգի կան, Թուրքիայում կրթություն ստացած մի քանի հոգիներ կան, այդ Վոհմակը, թուրքական ապրանքների Վոհմակը ասում են Նիկոլ բանը մարդասպանը գալիս է իշխանության։ Ում է սպանել։ Քոչյանի օրոք 92 զոհ է եղել հայոց բանակում։ Նիկոլի օրոք 13200։ Քոչյանի թիկնապանները խփեցին, մարդ սպանեցին Պապլավոկում, դատվեցին, 4-5 հոգի իսկույն աշխատանքից հեռացվեցին եւ դատվեցին։ Նիկոլը հաղի կնոջը իր ծնված երեխայից սպանեց, մինչեւ հիմա հորեղբայրը ինֆարկտ է ստանում այդ անարդարությունից, մինչեւ հիմա ոչ գործից են ազատվել, ոչ էլ դատվել են։ Ճանապարհին երբ Նիկոն գնում էր իր պարվա շոուների հետ, թուրքական շոուի հետևից մարդ սպանեցին, ինչ եղավ։ Մեղավոր են ճանաչել նրան, ով սպանվել է։ Մարդասպանները դուք եք թե չէ։ 110 մասունք Երևանի Գորոսի սարդարաններում դրված է, չեք ճանաչում։ 253 անհետ կորածների ճակատագիրի չեք որոշում գեյների մարդասպանը դուք եք թե նախկինները։ Այն աշճանեք հասցե, որ զինվորը հենց զենք անգլում ձերքը խփում է, դուք արգելում եք զինվորին զենք տան, որովհետև հենց տալիս են ինչ-որ մեկ իրան խփում է։ Դուք բանակ եք պահում, որտեղ ուտացնում եք ու քնացնում եք, մարտական պատրաստություն չկա։ Այո, հերթական զոհը մենք ունենք Զորավարժանում ինքնասպան է եղել։ Ինքնասպան է եղել։ Եվ ինքնասպան է եղել գիտեք ինչի համար։ Մինչդեռ քպահական վիժվակ ծաղրել է հերոսների նկարները։ Դա է եղել պատճառը։ Մարդը այնքան բարոյական է եղել եւ ասել է այսպեսի բանակում չի կարելի ծառայել։ Ծաղրել են հերոսներին։ Ահա նիկոլական իրականությունը։ Քանի հերոս սպանեցին Նիկոլ։ Լեգենդար, անպարտելի Աշոտ Մինասյանը բանտում է։ Նիկոլ, քո նման
բոզացողը ազատության մեջ։ Մամել Գրիգորյանին սպանեցիք, Արմեն Գևորգյանին սպանեցիք, Հայկ Հարությունյանին սպանեցիք, Աշոտ Կարապետյանին սպանեցիք, Աշոտ Կարապետյանը ժամանակին շատ մտերիմ էր եղել Աննա Հակոբյանի հետ, դրա համար սպանվեց։ Գուրգեն Եղազարյանը, ով ամենավերջին ձևով ինֆորմացված էր Նիկոլի բոլոր խարդավանքների մասին, սպանվեց։ Եվ բոլորս հիշում ենք իր զանգը այս ակումբի տնօրենին, երբ ասում էր փրկեք ինձ տանում են սպանելու, տարան ու սպանեցին։ Նա գիտեր ինչպես պետք է սպանեն իրեն։ Գրիգորի Կուտոյանը, ԱՑ նախկին պետը, առողջ երիտասարդ տղա, շատ բան գիտեր, սպանվեց։ Գրիգորի Հայրապետովը, որը դժբախտություն է ունեցել Ալի եւ Նիկոլի հետ գտնվելու նույն լիֆտի մեջ, իր օգնականի հետ միասին, երկուսն էլ շատ երիտասարդ տարիքներում, ծաղկուն շրջանում, իրենց երիտասարդ ծաղկուն շրջանում, հանկարծամահ եղան սրտի կաթվածից։ Հասկանում եք։ Ովքեր Սուդապլատովը են կարդացել երբևիցե կամ գիտեն Սուդապլատովի մասին, նրանք կհասկանան ինչ է նշանակում այդ մահերը։ Իմ մանկության ընկերը համագյուղացի Մհեր Եղազարյանը, դժբախտություններ Աննայի հետ շատ մտերիմ լինելու, կալանավորեցին Հայ Նյուզ թերթին քննադատեց Նիկոլ Փաշինյանին եւ տողատակում ասեց, այդ նյութը պահում եմ մինչեւ հիմա, տողատակում ասեց, որ ինքը շատ բան գիտի, քրեական գործ հարուցեցին, շորթման հոդվածով։ Մեր Եղազարյանն ասեց, ես այս երկրից ոչ մի կոպեկ չեմ կերել, ավելի հայրենասեր եմ, քան դուք։ Մեկ ամիս հացադուլ արեց եւ մահացավ։ Եվ եւս 32 անբացատրելի մահեր Նիկոլի օրոք։ Նրանք, ովքեր ինչ-որ մի բան գիտեն, մահացան։ Պրիվեցոնան դարձել է Նիկոլի ուղեկիցը։ Եվ գիտեք ինչու։ Ես շատ կուզեի, որպեսի հանկարծ էլի Նիկոլին հարցնեն. Նիկոլ, ինչու 13,000 տղաների տարար սպանեցիր, որպեսի Ալիևի ասած անես, եւ ասում է եռագլուխ հրեշները գալիս են խաղաղության դեմ, պատերազմի հրեշները, ինքը խաղաղության հրեշ, այ ոչնչություն, այ դեգեներատ ուղեղային ամյոբա, Ալիևի վերջին հայտարարությունը լսել ես, խաղաղության մասին կխոսենք Հայաստանի Հանրապետության ընտրություններից եւ սահմանադրական փոփոխություններից հետո, այսինքն խաղաղություն չկա, կա միայն թուրքական ցանկություն, ես ուզում եմ մի ուրիշ բան ասել, Նիկոլ Փաշինյան, իրականում ճիշտ է, որ պետք է մզկիթ կառուցվի Հայաստանի Հանրապետությունում, մի աղբյուրն ասում է 26, բայց օրինակ համար թուրքական թերթերից ինձ ուղարկեցին թարգմանած հոդված, որ դու վերջին անգամ Էրդողանի հետ հանդիպելուց խոստացել ես Երևանի կապույտ մզկիթը տալ Ադրբեջանին, հիմա Իրանի գերաշնորհության տակ է այն գտնվում, եւ եւս 10 մզկիթ կառուցել բոլոր մարզերում, այդ թվում Էջմիածին քաղաքում։ Իրոք այդպիսի բան ես ասել, խոստացել թե ոչ։ Ես ուզում եմ դա ասես։ Հասկանում եք։ Ուզում եմ որ դա ասես։ Ասում ես Հայաստանը նախկինում մերը չէր, հիմա մերն է։ Ինչով նախկինում մերը չէր եւ ինչով է հիմա մերը։ Այն որ թուրքերը մեր օկուպացրել են մեր բարձունքները, մենք բանակ չունենք, անվտանգություն չունենք, մերն է, նախկինում որ ունեինք անվտանգություն, Արցախը մերն էր, մերը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Հասկանում ես, դուրս ես գալիս ոչ գիտական, պրիմիտիվ, ախորային մակարդակի հայտարարություններ ես անում։
ախորային մակարդակի, ախորային մտածողության տերերի համար։ Առանց գիտական հիմնավորման։ Պարզապես այնքան որ ստից, մտից, խոսում ես դեսից, դենից, առանց որևէ հիմքին, երբ կոնկրետ հարց են տալիս, սկսում ես ղժղժալ։ Թիկնապաններից շրջապատված այդ մարդը ապշած նայում է քեզ, բան չի ասում, ասում է լավ թող ռադը քաշի, էլի շար փորձանքից հեռու քաշի, որովհետև Հայաստանում 2000-ից ավել մարդ է կալանավորել, քրեական գործեր հարուցել, չկպնի ինձնից։ Եթե քեզ թվում է, որ այդ բումերանգը հետ չի դառնալու քո ու քո թիկնապանների վրա, եւ քո ու քո կողմնակիցները, սխալվում ես, Նիկոլ Փաշինյան, ուր գնացիր, իմ կյանքի նպատակն է, դու պետք է պատասխան տաս, տականք, 18 միլիարդ ես դարձրել մեր պետական պարկը, նայեցեք 15 միլիարդ ես դարձրել մեր պետական պարկը, ուր են այդ փողերը, զենք ես գնել, երեք ինձ ուղարկեցին մարտի 2026 թվականի մարտի Cypri Arms Transfers Database կազմակերպության հաշվետվություն, թե որ երկիրը ինչքան զենք է գնել։ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականից մինչև 25 թվականը գնել է 1 միլիարդ 270 միլիոն դոլարի զենք։ 6 տարվա մեջ դու 1 միլիարդ 270 միլիոն զենք ես գնել, իսկ պետական պարկը 8 միլիարդով ավելացրել ես, ուր է մնացածը։ Ոչ մի աշխատատեղ չես ստեղծել։ Ոչ միայն որ ասես 300,000 աշխատատեղ ստում ես, եւ այդ քո սուտը բացահայտել է Գրզոն, Խաչատուր Սուքիասյանը, հայ իմիջիալոց, Նիկոլ Փաշինյան։ Հիշում եք այդ երիտասարդը, որ նստել էր ազգային ժողովի նախագահի աթոռին եւ հետո որին գտան կամրջի տակ ջարդուխուր տեղած, ընդ որում մի քանի օր ծեծված էր։ Ըստ համառորեն պատտվող լուրերի 2 միլիարդ կարողություն ունեցող Սուքիասյանի թիկնապահներն են մեղավոր դրանում։ Պատտվող լուրերի։ Ես փաստեր չունեմ, պատտվող լուրերի եմ ասում։ Ինչու՞ չես բացահայտում։ Ուր է Հայաստանի Հանրապետության փողերը։ Ուր են։ Եվ երբ խոսում ենք, մենք անդադ խոսում ենք, անդադ այս ստերը, կեղծիքները ի հայտ են գալիս։ Լսի, փողով Պաշտոնյաների բարեկամներին հավաքելով շոու անելով չես կարող ընտրվել։ Քո այն միտքերն է որ կգան եվրոպացիները եւ կսկսեն ազդել մարդկանց վրա։ Դու ասես ոչ ոք չի կարող խախտել Ռուսաստանի Հայաստանի հարաբերությունները, մենք Եվրամիություն չենք գնում, չենք պարտադրում, այս կապիկությունները ում են պետք։ 240 միլիոն Եվրամիությունը 240 միլիոն է տալիս, ինչի է տալիս։ Ասեմ ինչու, որ Facebook-ում դնում ես որևէ քաղաքական հաղորդում նայել, գալիս է ՔՊ-ի ռեկլամը։ YouTube-ում, Yandex-ում, որ ինչքան փող եք դուք ծախսել, ուր է այդ հաշվետվությունը։ Գնում եք խեղճ ու կրակ կնոջը, եւ ծծկել երեխա եւ հաղի կնոջը տանում եք, կալանավորում եք, վիժում եք եւ երեխան լաց է լինում, դրանով ուզում եք մարդ վաղեցեք, տականք, կաշառքից եք խոսում, բարեգործություն չի կարելի անել, բա դու ոնց ես, օրինակի համար տանում ես այդ Հայաստանի Հանրապետության այդ կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության մակետ կրծքանշանը, որին դու, անձամբ դու ես ասել դա հայրենիք չի, դա հայրենիքի թերմացք է, Նիկոլ, քո նման տականքն է դա ասել, ինչ փողերով ես դա ստեղծում եւ բաժանում։ Դա ընտրակաշարք չի, դա արժեք ունի, եթե արժեք ունի, ուրեմն դա ընտրակաշարք է կամ բարեգործություն։ Երեք հայտնի դարձավ, որ Գրիգոր Խաչատուրովին են կանոնավորել։ Այո, ես իմացա, պետք է կանոնավորեն բոլոր հերոսներին։ Դեռ շատերին են կանոնավորել մինչև ընտրությունը, որպեսզի ընտրվեն, բայց ընտրություններից հետո հերոսների Աշոտ Մինասյանի, Վալոդյա Հովհաննիսյանի, Խաչատուրովի, Մանվել Գրիգորյանի ոգին ձեզ հոշոտելու է։